1990 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները բացառապես մեծամասնական ընթացակարգով։ Խորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կոմունիստական կուսակցությունը պարտություն կրեց, իսկ հրշական տեխնացուները ստացան տեղերի 45%-ը։ Թիվ 13 ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց նաև Վանո Սիրադեղյանը, որին մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր Լուիս արտադրական միավորումը։ Իշխանական թիմը երկու ազդեցիկ գործիչների շուրջ էր հավաքվում՝ Գերագույն խորհրդի նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանի եւ վարչապետ նշանակված Վազգեն Մանուկյանի։ Տեր-Պետրոսյանն ու Մանուկյանն էին համարվում բևեռները եւ նրանց շուրջ էին ձևավորվում թևերը։ Վանո Սիրադեղյանը համարվում էր ՀՀՇ-ի Տեր-Պետրոսյանական թևից, նրա թիմի ակտիվ դերակատարներից էր։ Մի առիթով Տեր-Պետրոսյանը Վանոյի մասին ասել է. «Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ, Վանոն արտիստ է, երևույթ, տարերկ։ Նրա հախորնության տակ թաքնված է նրբազգաց հոգի ու խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում ֆալշը, սորոգատը, էրզածը, Վանոն Վանո է»։ Վանոյի մեկնարկային պաշտոնը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք անտարտնտեսության ու վարչության պետն էր։ Հետո անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդականն էր։ Գրողին ինչ-որ կերպ կարելի էր պատկերացնել երկրի գլխավոր անտառապահի դերում, բայց ներքին գործերի նախարարի պաշտոնում քչերն էին պատկերացնում։ Վանոն Հայաստանի ոստիկանական ուժերի նկատմամբ վերահսկողություն ստացավ 1992 թվականին, հայ ազգի ժամանակակից պատմության ամենաանկայուն, ամենադժվար ու հակասական, պատերազմով, շրջափակման հետևանքով ստեղծված տնտեսական վատթար վիճակով, անարխիայով ու արտագաղթով ողողված ժամանակաշրջանում։ Ներքին գործերի մինիստրությունում ես չէի կարող աշխատել, եթե իմ շուրջը չլինեին, ոչ միայն իմ շուրջ, այլև բաժիններում մեր ժողովրդի ազնվագույն ամենագիտակից մարդ, որոնց ես վստահ եմ, որովհետև գիտեք, դա միլիցիա, որը սովետական ժամանակներում ստեղծված, ուղնուծությամբ փչացած մի մարմին, որը, այո, աշխատում է ինչ-որ ձևով, պետությանը ծառայում է ինչ-որ ձևով, բայց նա չի մաքրվի, եթե մարդիկ չմտնեն, շարժման մարդիկ չմտնեն, սպաներ չմտնեն։ Ժամանակակիցները գիտեն Վանո Սիրադեղյանին որպես 90-ականների ներքին գործերի սուպերնախարար, բայց նրա ճանապարհը հարթ չէր։ Անկախության շրջանի թերթերը շատ էին գրում նրա եւ Ղարաբաղ կոմիտեի մեկ այլ անդամ Աշոտ Մանուչարյանի հետ մրցակցության ու փշոտ հարաբերությունների մասին։ Առաջին հայացքից թվում է, թե Սիրադեղյան ՀՀՇ հակամարտությունը կրում է բավականին մակերեսային եւ ոչ ֆունդամենտալ բնույթ։ Իրականում դրա հիմքում դրված է կոնցեպտուալ իշխանության եւ նրա զարգացման ռազմավարության խնդիրը։ Սկսած դեռ 1991 թվականից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ հանրապետության նախագահ, հասարակության մեջ առկա էր այդ քաղաքական բանաձևը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահից դարձնել հանրապետության նախագահ։